Ադրբեջանում այսօր առաջ է տարվում այսպես կոչված ավանդական իսլամի գաղափարը, ինչ է դա ենթադրում, դա նշանակում է, որ իսլամի իրենք պարզապես ներկայացնում են այսպես ազգային ավանդույթների, սովորույթների շրջանակներում, որպես ադրբեջանցի ազգի ինքնության մաս, բայց ոչ ավելին, քան սովորույթը։ Այսինքն իսլամին զրկում են որևէ տեսակի քաղաքական ակտիվություն ունենալու հնարավորությունից, իսկ ինչու է սա կարևոր Ադրբեջանի համար, սա առաջին հերթին ներքին իշխանության պահպանմանն է ուղղված, որովհետև այն պայմաններում, երբ որ բռնապետական երկրում ընդդիմությունը ճնշվում է, այսինքն ավանդական քաղաքական ընդդիմությունը ճնշվում է, բողոքի ձայն էլ որտեղից կարող է հնչել իսլամական որևէ կառույցից, շարժումներից կամ իսլամական գործիչներից, որոնք մզկիթում ինչ-որ ելույթ են ունենում եւ հեղինակություն ունեն։ Ուստի Ադրբեջանի քաղաքականությունը ուղղված է այդ գործոնը եւս չեզոքացնելուն ու թույլ չտալուն, որ նման ակտիվություն լինի հենց իսլամական գործիչների կողմից։ Դրա համար իրենք նաեւ փորձում են վերահասկել, թե ով կարող է լինել այդպիսի գործիչ։